Տիկին Վարդանյան, ինչու է իշխանությունը մտահոգված Գյումրի 2 սցենարով, որը ըստ էության ենթադրում է ընդամենը ընդդիմադիր ուժերի համախմբում, բայց իրենք այլ բան են փաստորեն տեսնում, ինչն է նրանց մտահոգում, ինչից են վրդովված։ Եկեք հասկանանք, էլի Գյումրի 2-ը ինչ է, վերջը դա հատուկ օպերացիա չի։ Գյումրի 2-ը իշխանազրկման, իշխող ռեժիմին իշխանազրկման դրվագ է։ Հիմա բնական է, որ իշխանությունը պիտի այդպիսի դրվագից վախենա, հիմա ինչքան էլ փորձեն դա ներկայացնել որպես վերջին սերնդի ահաբեկչական գործողություն, դա ընդհանրապես կոալիցիայի արդյունքում իշխող ուժի տապալումն է ու ընդդիմադիր ու քաղաքական ուժերի կողմից իշխանություն ունենալն է։ Հիմա, այսինքն իշխող ուժը այս հայտարարություններով խոշոր հաշվով ասում է, որ դեմ է ընտրական օրենսգրքին, դեմ է սահմանադրությանը, դեմ է, որպեսզի քաղաքական ուժերը իրար հետ դաշինքներ կազմեն հետընտրական փուլում։ Ընդհանրապես դրա մասին է հայտարարությունները, բայց սա ինչն է, բայց ինչու՞ն, ես վստահ եմ, որ այդտեղ սոցիոլոգիական հարցումներն են, որոնք ինչ են ցույց տալի, շատ պարզ։ Այո, իշխող ուժը ճիշտ է ասում, որ իրենք այս պահին սոցիոլոգիական տվյալներով ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժն են, բայց իշխողուզը լռում է դրանից հետո նախադասության մասին, որ ընդդիմադիր ուժերի գումարային վարկանիշը գերազանցում է այդ թվում նաև երկնիշ տոկոսային թվով իրենց։ Դա է անհանգստության պատճառը, ընդհանրապես դա է, եւ որևէ բացահայտում չկա, այո, բոլոր քաղաքական ուժերը, այսինքն հայտարարել ենք, որ միայնակ մեկ քաղաքական ուժ չկա, որը ի վիճակի է միայնակ այս իրավիճակը հաղթահարել, ինչ որ փուլում համագործակցություն ենթադրում է այսպիսի իրավիճակը, եւ այո, դա լինելու է իրենց իշխանազրկելու համար։ Հիմա ի՞նչն է այստեղ հարցը։ Եթե իրենք ուզում են մեր քաղաքացիներին ասել, որ դուք չեք ընտրելու մեկին, ձեր կամքից անկախ բերելու են նշանակեն երկրի ղեկավար, սուտ են ասում։ Իրականում, եթե մեր քաղաքացիները ուզում են կոնկրետ որևէ թիմի նրա առաջնորդին տեսնել երկրի ղեկավար, ընդհանրապես պետք է գնա եւ քվեարկեն այդ քաղաքական ուժին։ Եթե որևէ մեկ ունենա 50+1, բնականաբար ոչ մի կոալիցիա կարիք չի լինի։ Եթե կներեք, իշխանությունն այսպեսի ձևակերպում է տալիս, օրինակ այսօր ազգային ժողովի փոխոսնակն ասում է, մենք թույլ չենք տա երկու օլիգարխի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միավորումը։ Դա մենք պիտի բացատրենք հանրությանը, որ չպետք է նրանց ընտրել ու նրանք չեն ընտրվելու։ Եթե իշխող ուժը չի ուզում թույլ տալ օլիգարխների վերարտադրություն, ուրեմն պիտի ինքը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց։ Եթե հիմա կան օլիգարխներ, իրենց կողքն են։ Որևէ օլիգարխ, որ ընդդիմությանն է աջակցում, ես չգիտեմ։ Իշխող ուժը խոսաշվում իր վախերի մասին շատ ուղիղ խոսում է։ Եկեք պատրաստականանք, էլի մի նախադասության մեջ ասում են մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության, դա 70% է ենթադրում։ Հետո ինչ որ խոսում են կոալիցիաների մասին, որը պիտի թույլ չտալ։ Եղբայր, եթե դուք սահմանադրական մեծամասնություն ունեք եւ դրան եք գնում, ինչի՞ց եք անհանգիստ։ Այն 30%-ը ինչ կանի ձեզ ինչու է մտահոգում, այսինքն եկեք արձանագրենք, որ սա ինքնավստահ սահմանադրական մեծամասնություն ունեցող ուժի վարկագիծ չի, սա ուժի վարկագիծ է, ով տեսնում է, որ բարձր մասնակցության պարագայում ընդդիմադիր ուժերը բոլոր հնարավորությունները ունեն հաղթահարելու իրենց եւ ձևավորելու իշխանություն։ Եվ այո, շատ ուղիղ ասում են, որ պիտի թույլ չտանք միավորում, հիմա տարբեր անուններ են կպցնում։ Մեր հասարակությանը մենք պիտի ասենք, եթե դուք ունեք նախընտրելի թեկնածու, սիրելի հասարակություն, իրեն ընտրելով դուք կձևավորեք իշխանություն, դուք եք ձևավորելու ամեն դեպքում։ Եթե որևէ թեկնածուի տակ առավելություն, բնականաբար իր շուրջ է ձևավորվելու, որևէ մեկը ձեր փոխարեն չի նշանակելու երկրի ղեկավար, որևէ մեկը ձեզնից թաքուն չի նշանակելու երկրի ղեկավար։ Ամբողջը ձևավորում եք դուք, ձեր քվեով, ում ընտրեք, ում նախապատվություն տաք, ինքն էլ կամ իր շուրջ էլ ձևավորվելու է իշխանություն։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Հիմա եթե իշխող ուժը որոշել է ասել, որ իր ամենամեծ վախը երկրորդ նախագահն է, դա էլ ուրիշ բանի մասին է խոսում։ Ի վերջո կարելի է հասկանալ ոնց է այնպես լինում, որ բոլոր հակառակորդները իրենց համար դառնում են հանցագործներ, թշնամիներ, օլիգարխներ, այսինքն լավ, երկրորդ նախագահը մենք մի քանի տարի է արդեն այդ նույն պիտակավորումները, ով քաղաքական հայտ է ներկայացնում, նույն պիտակավորումները կրկնում են, այսինքն ԿՊ-ից բացի ամբողջ քաղաքական դաշտը հանցագործ է, այդ ոնց է այդպես լինում, իրենք սրբեր են, մնացած բոլորը, չէ՞ որ հիմա կան նոր ուժեր, լրիվ նոր ուժեր, իրար հետ հակասություն ունեցող ուժեր, որ քաղաքական հայտ են ներկայացրել, բոլորը հանցագործներ են։ Ոնց է այդպես լինում։ Ի վերջո այդ հանցագործների մեջ հաստատ ամենասուրբը ԿՊ-ն չէ, այսինքն շատ տարական բանի մասին է խոսում։ Իսկապես սոցիոլոգիա, ես չեմ ուզում ասել խուճապ այսպիսի արտահայտություններ չէ, բայց սոցիոլոգիան պարզ բան է ցույց տալի։ Կա այդ մթնոլորտ եւ իրավիճակը, որ ընդդիմադիր ուժերը ճիշտ աշխատելու դեպքում կարողանան ձևավորել իշխանություն, ունենան 50+1, ԿՊ-ից ավել նախ, հետո 50+1։ Դրա համար այո, քրտնաջան աշխատանք է պետք, դրա համար այս նախընտրական շրջանում նաեւ
ջանք է պետք ապօրինությունները կանխելու համար, ընտրությունները վերահսկել է պետք, հետընտրական ապօրինություններին այդպիսի զարգացումներին պատրաստ լինել է պետք, կա այդտեղ հսկայական աշխատանք սա չի նշանակում։ Հենց այդ առումով, չնայած նշում եք, որ սոցիոլոգիական հարցումները իրենք ամեն դեպքում մեծամասնություն չունեն, բայց այդ մտավախությունը չկա, որ վարչական լծակները, ռեսուրսները կօգտագործվեն այս ընտրություններին, որտեղ վճռորոշ է ամեն դեպքում ընտրությունները իշխանության համար։ Մենք երբ խոսում ենք այս թեմայով, բնականաբար պետք է ասել, որ այո, որևէ մեկը չունի իլյուզիա, որ իշխող ուժը այդպես սահուն հանձնելու է իշխանություն։ Իրենք չեն ընդունել իրենց պարտությունը, իրենք չեն համակերպվելու ժողովրդի քվեի հետ, դա պարզից հայտարարություններն էլ դրանն են միտված։ Գյումրիում ի վերջո ինչ արեցին, որ ասում են Գյումրիում իրենք չհամակերպեցին իրենց պարտության հետ, 6 ամիս հետո կալանավորեցին մարդուն ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, Փաշինյանը ասաց, որ պիտի կալանավորեցին, ինչ որ հոդված կպցրեցին, հիմա դատարանում ես վստահ եմ, որ այդ հոդվածը այդպես փլվելու է։ Հիմա փաստորեն դա են ակնարկում, որ չեն հանդուրժելու իրենց պարտությունը Գյումրի 2 որ ասում են, ինչպես 12 այլ համայնքում, բայց այստեղ կարևոր մեսեջ կա, որ մենք պիտի եղենք։ Եթե իրենք նախընտրական փուլում դա կրքերը ավելի են, չէ՞, թեժանում, եթե այդ փուլում գնան ապօրինությունների չգրանցեն մասնակիցներին, որևէ կերպ քաղաքացիներին ազդակ փոխանցեն, որ ձեր քվեի հետ մենք հաշվի չենք նստում, դա կանխատեսելի հետևանքներ պիտի ունենա իրենց համար, որովհետև դա նշանակում է, որ դու քաղաքացուն զրկում ես իշխանություն ձևավորելու իր միակ գործիքից։ Ուրեմն դու չես թողում այլ տարբերակ, քան վեր կենալ, հակազդել, քեզ քշել տանել։ Դա է, այսինքն իրենք պիտի վախենան ավելի այդպիսի քայլերի գնալ, որովհետև դա կարող է բերել հակազդեցության։ Սա պետք է բացատրել իրենց եւ ցույց տալ նաեւ, որ իրենք զսպված լինեն եւ իմանան, որ իրենց իսկ համար ամենալավ տարբերակը քաղաքացու քվեի հետ հաշվի նստելն է։